Վարդան Ղուկասյանն եմ, դոկ կուսակցության պատվավոր նախագահ։ Մենք հիմա ձեզ հետ միասին գտնվում ենք ուղիղ եթերում, ես մի անգամ այդ ուզում եմ ձեզ տեղեկացնել եւ անցնել բուն խնդրին։ Ուրեմն տևական ժամանակ է մենք դիմում ենք մի շարք բանկերի հաշվի համար բացելու համար։ Դրամային հաշվի համար, դա օրենքի պահանջն է, որ յուրաքանչյուր կուսակցություն պիտի ունենա բանկային հաշվի համար։ Ճիշտ է։ Դիմել ենք Արսվիզ բանկ, Էվոկա բանկ, Մելատ բանկ, Արարատ բանկ եւ այդպես բոլոր բանկերով գնում ենք։ Եվ մեզ տալիս են մերժում, բանավոր մերժում, ասում են, որ բարձր ռիսկային գոտի է։ Երբ որ մենք պահանջում ասում ենք եղբայր, բացատրությունը տուր հաշվի համար բացելու բարձր ռիսկային գոտին որն է, ես խոմ վարկ չեմ խնդրում, որ բարձր ռիսկային գոտի եմ, 85 տարեկան եմ, վաղը մահանալու եմ։ Ես հաշվի համար եմ ուզում բացեմ, ես եմ գումար դնելու քո բանկում։ Թուղթը չեն տալիս, գրավոր։ Եթերով զանգահարել ենք, որ եթերով մեզ իրավաբանական բաժնի մասնակետը պատասխանի, իրավաբանական բաժնի մասնակետը կամ ծննդատանն է, կամ հոգեսրահում է, եւ ոչ մի կերպ մենք չենք կարողանում հաշվի համար բացել։ Հիմա մենք նաեւ գրավոր բողոք ենք ուղարկել կենտրոնական բանկի նախագահյանով այսօր։ Հիմա ես ուզում եմ, որ կենտրոնական բանկը իր հնարավորության սահմաններում օրենքի ուժով պարտադրի ցանկացած բանկի, ցանկացած որը որ կուզենա, որպեսզի իմ կուսակցությունը բացի հաշվի համար օրենքի պահանջը, որ ես կարողանամ գնալ ընտրությունների, ես կարողանամ անդամավճար հավաքեմ եւ այլն, այսինքն այն ինչ որ անհրաժեշտ է կուսակցությանը օրենքի պահանջով, եթե մեզ պետք չի օրենքն ասում է, չէ, դու մի ունեցի հաշվի համար, ինձ вообще պետք չի ունենալ, բայց օրենքն ասում է դու պարտավոր ես ունենալ հաշվի համար, իսկ հաշվի համարը բանկը չի տալիս։ Ինչ անենք մենք, օգնեք մեզ։ Շատ լավ։ Պարոն Ղուկասյան, տեսեք, քանի որ դուք գրավոր դիմում ներկայացրել եք արդեն կենտրոնական բանկ, պետք է խնդրեմ սպասեք մինչև դիմումը ուսումնասիրվի եւ ձեզ պատասխան կդրամադրի։ Ես խնդրած կլինեմ ձեզ, բացի նրանից, որ մենք գրավոր դիմում ներկայացրել ենք, ես չգիտեմ, երբ կհասնի, ոնց կհասնի էլեկտրոնային մեյլով ուղարկել ենք։ Ես ուզում եմ, որ դուք որպես, ես չգիտեմ, ձեր լիազորությունները, ձեր լիազորության շրջանակներում մեզ կամ որպես սա ընդունեք նախ ահազանգ մեկ, որովհետև դուք դրաման եք այդտեղ նստած, ահազանգ ընդունելու։ Երկրորդը, եթե կա նման բաժին, մեզ միացնի տվյալ բաժնի պետի հետ, կամ ինչ որ մի ձևով այլ ընթացակարգով այս հեռախոսազանգին, որը հիմա գնում է ուղիղ եթեր, տալ համապատասխան ընթացք։ Մեզ համար նշանակություն չունի, որ բանկը, ցանկացած բանկ Ենքան է, որ կենտրոնական բանկը պարտադրի որևիցե մի բանկին օրենքով բացել հաշվի համար դոկ կուսակցության համար։ Այսքան բան, դրամային։ Ինչ կասեք դուք մեր խնդրանքին։ Շատ լավ։ Ես հիմա հավանաբար զանգը կփոխանցեմ մեր մասնագետի կամ մամուլի ծառայություն, իրենց հետ խոսեք հասկանալու համար ինչ կարող են հեռախոսազանգի միջոցով անել, լավ։ Շատ շնորհակալություն, մենք գծի մեջ ենք։ Բարի, 1 րոպե խնդրեմ խոսեք։ Պարոն Ղուկասյանը կարող է խոսել շատ կուլտուրական, անգամ այնքան կուլտուրական եւ այնքան հայեցի բառապաշարին, հայերեն լեզվին, այն որ ասում բարձր տիրապետման, որ այսօրվա դպրոցների եւ բուհերի մի շարք հայոց լեզվի եւ գրականության մասնագետներ կնախընձեն Վարդան Ղուկասյանի գրական հայերենին, ոսկեղենիկ հայերենին։ Սիրելի հեռուստադիտող, կյանքն է մեզ ստիպում տիրապետել երկու լեզուների, եւ գրական եւ փողոցային։ Շատ դեպքերում, գերակաշիվ դեպքերում հենց անցնում է փողոցային հայերենը, որին դժբախտաբար ազգաբնակության մեծ մասը չի տիրապետում, իսկ դա խնդիր է։